Երևանն ու Բաքուն հաջորդաբար հայտարարել են այսպես կոչված խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է այսօր խորհրդանում վերահաստատել է Հայաստանի արտգործնախարարը, շեշտելով տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին։ Արադ Միրզոյանը նաև ընդգծել է, թե կապուղիների ապաշրջափակման մասին ինչ մեխանիզմներ են ներդրված հայ-ադրբեջանական համաձայնագրի տեքստում։ Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի եւ մյուս մանրամասների շուրջ։ Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը եւ որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է որ այս մտահոգությունը հարատի։ Մյուս կողմից մեր մոտեցումը ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է եւ փոփոխություններ չի կրել։ Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը, մենք նաև տեղեկացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական մեր համոզմամբ երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին եւ այդ առաջարկը հետեւյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից, ինչպես ողջ աշխարհը մենք եւս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն բարձրացնել սահմանահատման գործընթացը, ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։ Այսինքն լավ ավելի ուրիշ բառերով ասել եւ ավելի պարզ եւ ուղիղ։ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։ Մենք նաև կարծում ենք, որ ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա։ Ճանապարհ տալու եք, թե այո, տալու ենք, այո։ Շատ լավ։ Եվ ճանապարհ տալու ենք, ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում, մանրամասն ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում, մանրամասն գրանցված է ձևակերպված։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին եւ երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործման։ Սրան հակառակ նաև հետևյալ պատկերն ունենք Բաքվում, որտեղ բարձր ամբիոնից հնչում է հայտարարություն, թե Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վստահության մակարդակը մոտ է 0-ի եւ իրենց փաստաթղթեր են պետք։ Նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում այսօրվա կառավարությանը։ Նրանց խոսքերը մեզ համար ոչ մի նշանակություն չունեն։ Մեզ փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մեզ հարկավոր է, որ նրանց սահմանադրությունում տարածքային պահանջներ չմնան Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրանք դեռ առկա են։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, եւ մենք հայտարարում ենք՝ Մինսկի խումբը պահպանելու ոչ մի տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ինչու՞ չեք միանում մեզ եւ ԵԱԿ-ն լուծարելու համատեղ հայտարարություն ներկայացնում, չեն ուզում։ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը եւս հայտնի է։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո համենայն դեպս այն կարևոր քայլի կատարումից հետո, ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ եթե ավելի ճշգրիտ նշենք Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի
հայտնի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Մինչ այս պահը ցավոք մենք տեսնում ենք, որ որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար իհարկե հանդիպում ենք ադրբեջանական կողմից, մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։ Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը, այն պահին, երբ որ մենք ունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս ունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված։ Հայաստանի նկատմամբ զրո վստահության Բաքվի բռնապետի խոսույթին արձագանքել է Տիգրան Աբրահամյանը, հիշեցնելով Փաշինյանի Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հնչեցրած Արցախը Հայաստանը եւ վերջ ձևակերպումը, Ալիևը նշել է, որ Հայաստանի օրվա իշխանությունում այն մարդիկ չեն, որոնց կարելի է հավատալ։ Այն, որ Ադրբեջանից հաճախ է ներկայիս իշխանության նկատմամբ անհարգալից եւ անհամարական արտահայտություններ հնչել, գիտեն բոլորը, սակայն երբ դա ասվում է բանակցված ու համաձայնեցված փաստաթղթի պայմաններում, խոսում է այն մասին, որ կողմերը դեռ հեռու են խաղաղությունից, չի կարող կողմերի միջև զրոյական վստահության պայմաններում փոխադարձ պարտավորություններ սահմանվել, հատկապես որ չկան միջնորդներ եւ տեսանելի չէ դրանց պատշաճ կատարման որևէ երաշխիք։ Դեռևս վաղ է քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։ Ըստ պաշտոնյայի, ադրբեջանական կողմը ներկայումս սպասում է Հայաստանի սահմանադրության համապատասխան փոփոխություններին, հանելու 1990-ականներից ի վեր իրենց ինքնիշխան տարածքների նկատմամբ բանջներ եւ Մինսկի խմբի լուծարմանը։ Բաքուն դա առաջարկում էր արդեն որոշ ժամանակ, համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Մամեդովի խոսքով, հայկական կողմը մինչ օրս չի միացել համատեղ կոչին, նա հույս է հայտնել, որ Հայաստանը իրենց կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում, ամփոփել է Ադրբեջանի ներկայացուցիչը։ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է պնդել, որ այս համաձայնագիրը իր վերադասի ասած երկնքից իջած մանանա է դառնալու Հայաստանի համար, սակայն այդպես էլ չի կարողացել հստակեցնել, թե բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը ինչ զիջումների է գնացել առհասարակ։ Խաղաղության հաստատմամբ, հենց այս տեքստով, խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ եւ խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղվելու ենք եւ թաղվենք։ Ասեմ, այս համաձայնագրով հարակից գործընթացներով, որոնք կարող են օրինակ սահմանազատումը, Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալու երկարամյա ընդ ճահճից եւ անխուսափելիորեն դեպի ամբողջական ընկղմում, ամբողջական թաղվել տանող ճահճից։ Այդտեղ ասել մենք 5 հատ ենք զիջել, դուք 4 հատ, երևի adekvat։ Հիմա ես ինչ եմ ասում, ընդհանրապես այդ մոտեցումը չեմ կիսում։ Մինչ ընդդիմադիր մի շարք գործընկերներ համառորեն փնտրում են իրենց բերած Նիկոլին բերողներին, Հայաստանի Հանրապետությունը կանգնել է կրկնակի կապիտուլյացիայի շեմին եւ որպեսզի կրկնակապիտուլյացիան ներկայացվի որպես ընտրությունների գնացող ԿՊ ձեռքբերում, գործող կառավարիչները դատաիրավական ճնշումներով փորձելու են հերթական անգամ խճճել հանրապետականի օրակարգը։ ՀՀԿ-ի օրակարգի խճճումներին ուղղակի կամ անուղղակի աջակցում են նաեւ մեր որոշ գործընկերներ, բարձրացնելով մի աղմուկ, որն ընդհանրապես օգնում է Նիկոլին հայ ժողովրդի մեջքի հետևում համաձայնվել Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր ցուցիչ պահանջներին։ Վաղուց ակնհայտ էր, որ 2026 թվականի ընտրություններին պատրաստվող Նիկոլին պետք է ցանկացած թղթի կտոր, որի վրա գրված լինի խաղաղություն եւ որից երևալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նսեմացված ու թրքացված ապագայի պատկերը։ Ակնհայտ է, որ Նիկոլի քարոզած իրական Հայաստանը հաշտվել է Արցախի վերադարձի իրավունքը բացառելու, գերիների ճակատագիրը մոռանալու, հայոց ցեղասպանությունն ուրանալու, սահմանների անձեռմխելիությունը չվիճարկելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, ադրբեջանցիների ելումուտն ապահովելու, զինուժը սահմանափակելու, Միջանցքի նմանվող ճանապարհները տալու, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն Ադրբեջանի հակով կարելու, ազգային օրակարգերը թաղելու, սեփական պատմությունը թուրքական գրչով խմբագրելու եւ ինքնիշխանությունը զրոյացնելու հետ։ Եթե հասարակության մի հատված լավ չի պատկերացնում, թե ինչ է թաքնված կապիտուլյանտների քարոզած իրական Հայաստանի տակ, ապա քաղաքական գործիչներն ու կյանքի փորձ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն ու տեսնում են այդ վտանգներն ու մարտահրավերները։ Արցախի հարցը մենք չենք փակում, Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը ես չեմ ստորագրել։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարը, անդրադառնալով հարցին, թե ինչու են խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ամեն կերպ փորձում Արցախի հարցը փակել։
Արցախի հարցը մենք չենք փակում։ Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել։ Երբ որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում, այդ թվում նաև տարբեր հանդիպումներ պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին եւ ոչ եւս էին դարձում, էլի ոչ մեր կողմից։ Իսկ մինչեւ պատերազմը էլի լուծումների հնարավորություններ կային, այդ ժամանակ այդ լուծումները մերժելով էր, որ այդ հարցը փակվում էր։ Հարցը համարվում է սպառված։ Ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել։ Ես հիմա եւ ուզում եմ ասել նաեւ, որ ըստ էության ես այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել եւ նաեւ չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ ամենայն հարգանքով, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, բայց ելի եմ ասում, խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերվում է կողմերից մեկին։ Այսպես կոչված խաղաղության համաձայնագրում պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում Հայաստանի գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր, ընդգծում է Հայաստանի մահթյուրամբների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն։ Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ, իջարը գործադրելով Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակը։ Կառավարության ներկայիս ղեկավարն ինքն է հայտարարել Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել։ Առավել եւս ՔՊ ղեկավարը չի կարող 100,000-ավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից։ Կառավարության ղեկավարը չունի 100,000-ավոր մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը, որը բառացիորեն 3 է դադարեցրել հացատուլը իզորակցություն Բաքվի բանտուպահող հայ ռազմագերիների, ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ դիմել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, հիշեցրել նրանց պարտավորությունների մասին։ Այս կառույցը, որի մեջքի ետևում է, ունի անելիք։ Այո, ինչպես ճիշտ նշվեց, նրանք անում են հայտարարություններ, ասելով մեզ, թե տեղյակ են, գիտեն, որ մենք ճիշտ ենք, որ իրենք վերահսկում նայում են։ Ես ասում եմ, այլևս նայելու ժամանակ չկա։ Ասվեց, որ այո, միջազգային կառույցները արագ չեն գործում։ Արագն ինչքան է, 20 թվականից այս կողմ, 4 տարին, արագության որ չափման մեջ է տեղավորվում, որ գործողություն չենք տեսնում։ Ինչ է կատարվում Բաքվի բանտերում։ Փակ գաղտնի դատավարություն, ապօրինի դատավարություն, ես ավելորդ եմ համարում ասել, թե ինչու են առաջին տեղում նախ այդ մարդկանց տարել այնտեղ, ովքեր պայքարել են ինքնորոշման իրավունքի համար, այնինչ այս իշխանությունները դադարեցրել են տարածքային ամբողջականության մասին վեճ ու այդ մարդկանց էլ հետը հանցագործ։ Բայց սա թողնելով մի կողմ, այս դատավարությունները փակ են գաղտնի, ումից են գաղտնի, ինչ պետական գաղտնիք կա այս դատավարությունների մեջ, ինչպես է համարձակվում Ադրբեջանը համարել սա իր ներքին գործը, եթե այնտեղ դատվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այդ երբ դարձանք մենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս Ադրբեջանի ներքին գործը։ Ինչ են ուզում մեր գերիները, ընդամենը մի բան, այս կառույցներից, ովքեր լուր հետևել ու հասկացել են։ Բաքվի զինվորական դատարանում ընթացող Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծ ու գործերով հերթական դատական նիստին դատախազների հարցերին պատասխանել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Ադրբեջանական մեդիայի փոխանցմամբ նա պատասխանել է զենքի եւ զինամթերքի զինվորականների մասին հարցերի։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին տեղի ունեցած նիստում էլ հարցերի էին պատասխանել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արցախի պաշտպանության նախարարության հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Նացականյանը եւ մյուս գերիները։
Այս ֆոնին տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ, ասված է պետքարտուղարության հայտարարությունում։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը համաձայն ավելի խաղաղ աշխարհի։ Նախագահ Թրամփի տեսլականի այժմ խաղաղության հանձնառության պայմանագրի ստորագրման եւ վավերացման Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է, հայտարարում է պաշտոնական Վաշինգտոնը։